Իսկ եմ զայրացել ու ջղայնացել, որովհետև Իսակովի պողոտան իրանք շինարարությունն արել են, ինչքան ուզում է հելնեն վերև, իշտեն ներքև, գծանշումն արել են ու ավարտել են։ Այսինքն գծանշումը երբ որ անում ես, դա վերջի ակորդն է շինարարության ավարտի իրենք։ Արը ավարտել էին իրենք։ Երեք երթևեկում եմ Իսակով պողոտայով, մի փոքր անձրև էր եկել եւ արդեն լիճ էր գոյացել։ Երեկոյան արդեն տեսանյութերի շուտով հրապարակում Իսակովյան լիճն էր ձևավորվել եւ այս ԿՊ-ն որ խոսում է, թե մենք ասֆալտ փռել գիտենք, տեսնում ենք, ես իրանց խորհուրդ տվեցի, որ իրանք գնան լոբի աճացնեն դրա փոխարեն, ոչ թե ասֆալտ փռեն, միգուցե իրանց մոտ գյուղատնտեսությունը կստացվի։ Իսկ ինչ վերաբերվում է դրան, ես արձանագրում եմ փաստը, որ իրանք ջրահեռացումը պիտի կառուցեն, ասում ասֆալտը կփռեն, կպրծեն, նոր ջրահեռացումը կանենք։ Խո գժանոց չի, այդ նույն բանն է, ոնց որ Ամիրյան փողոցը անցյալ տարի ասֆալտ արեցին, այս տարի քանդում են, մայթերը լեն ասում են։ Այս մարդիկ պլանավորել չունեն։ Այս մարդիկ գիտելիքների պակաս ունեն եւ այդ պակասը ստվերի պես իրանց հետևում է։ Ես ասել եմ, իրանք համ դիլետանտ են, համ թալանչի են։ Բոլորը միքս է տվել, դրա համար ես մարդկանց մոտ ստացվել։ Իսկ Իսակովը խայտարակություն է, ոչ միայն ջրահեռացման խնդիրն է, այլ այդտեղ, երբ որ դու Արմավիրի մարզի կողմից մտնում ես այդ ոստիկանության ակադեմիայի մոտ, սկսում է ճանապարհը սենց լինել, հասկանում եք։ Աննորմալ երևույթ է, էլի։ Մանուկյան քիչ առաջ կրքերը թեժացան նիստի ընթացքում, ինչ տեղի ունեցավ։ Ինչ տեղի ունեցավ, մենք մեր համար խելոք նստած մանավանդի ես, էլի, ասում եմ, այսի համար խելոք նստած սոխոած է յուտում, մեկի Ավինյանը չելա, եկավ ընկավ մեր դուռը։ Չի կարելի, էլի, հասկանում եք, Ավինյանը քանի կար, երբ որ բոյկոտը կոչ էինք անում քաղաքացիներին, որ թող ձեզ հրամայեցնեն արժանապատիվ տրանսպորտ, դուք նոր վճարեք, երբ որ մտնում են ձեր գրպանը, դուք բոյկոտեք, դուք ձեր իրավունքը պաշտպանեք։ Այն ժամանակ հեգնում էին, ասում էին չկա։ Հիմի հոնգուր լաց են ելնում, որ բոյկոտը կայացել է, փող չի կարող հավաքվի։ Ասում է դուք ինչ խոսում եք, ժողովուրդը լսում են ձեզ, որտեղ ժողովուրդը սիրում է մեզ, հարգում է ժողովուրդը մեզ, իսկ իրանցից զզվում եւ ատում է իրանց։ Երբ որ հաջորդ իրանց որտեղից այդ համոզմունքը, պատասխանեմ որտեղից այդ համոզմունքը։ Ես երբ որ դուրս եմ գալիս փողոց, իրանց կոչ եմ արել, վաղը չերմիսօրը ժամը 12-ին ժամը եմ արել, իրար հետ գանք, մատ ման գանք փողոցում, ասեմ եկել էր ժողովուրդ, մատ իրանց մասին կարծիք արտահայտեք ու իմ մասին թող արտահայտեն։ Բայց դուք տանում եք իրենց այնտեղը, որտեղ ձեզ թերևս ճանաչում են, սիրում են։ Դե հիմի սենց ասեմ ձեզ, մարդու ենթագիտակցության մեջ մարդ հասնում է այնտեղ, որտեղ որ ինքը ծնվել մեծացել է։ Հիմա ձեզ եթե առաջինն ասենք, դուք ձեր հայրենիքը կհիշեք, առաջինն այդ անունը կտակ, բայց խնդրեմ չունենք, եկեք գնանք Խարբերդ։ Խարբերդ որ գնանք, հետո մտածում եմ ոստիկանություն կանչեմ, որ սրանց պաշտպանի։ Գիտեք ոնց կծեծեն սրանց, հանգարց իմանան, որ սրանք եկել են, այն Վահան Հովհաննիսյանը ասում է դալաներում ձեզ են կծեծեն, որ կարտագաղթեք, սրանց չեն ծեծի, չեն ասնի արտագաղթեն, դե փոսերի մեջ կթողեն կմնան իրանց։ Մոռացել են Խարբերդը ջնջել են բանի վրայից, քարտեզի վրայից Երևանի։ Պարոն Մանուկյան, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, որ տրանսպորտում վարորդներն են ուղևորներից հարվածների տակ ընկնում, տուժում, դուք դատապարտում եք այդ դեպքերը։ Այո, միանշանակ դատապարտելի է բռնությունը, անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի է Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգները։ Վարորդը խնդիր չունի գումար հավաքագրելու, դուք պատկերացնում եք վարորդը հետևի երթևեկությանը, անվտանգությանը, այդ ամբողջ ավտոբուսի ժողովրդի, թե սկսի ինչ որ հաճախորդի հետ կռվի բռնկվել։ Հաճախորդը ասում է դու ինձ չես մատուցել արժանի տրանսպորտ, ես նստել եմ, ներվայնացել եմ, ինք իր վրթովմունքը արտահայտում է։ Դրա համար կա միջոց, իսկ միջոցը հետևյալն է շատ պարզ։ Երբ որ դու քաղաքացուն մատուցում ես, շարունակեմ, երբ որ դու քաղաքացուն մատուցում ես արժանապատիվ տրանսպորտ, այսինքն 500 տրանսպորտերն է, երբ որ դու քաղաքացուն կանգ առասրանները մատուցում ես, որ անձրևի տակ, նույն Խարբերդը ասեցիք կամ Հաղթանակ գյուղում մարդ չմնա անձրևի տակ, ամբողջ քաղաքով բաների կանգառների խնդիր կա։ Երբ որ քաղաքացին ստիպված չի լինում, որ միացան ցելոֆոնով ոտը քաշի կամ երկուսի կոշիկով տնից միջև հասնի կանգառ ցեխերի մեջ, որ հասկանա ոնց է գալիս տեղ հասնում, 21-րդ դարում մայրաքաղաքում։ Այս պարագայում քաղաքացին իր վրթովմունքն է արտահայտում։ Ես չեմ հանդիպել չվճարող մի քաղաքացու, որ ասի ես չեմ ուզում վճարել։ Ասում է ես ուզում եմ, բայց ինձ գժի տեղ են դրել։ Ասում է իրանք ստվերը չեն վերացրել։ Մի հատ տուրնիկետ պետք է դնեն ու նաև կամերաներ կար հաշվեն մարդկանց քանակը։ Իրանք տեսեք չեն կարողանում ասել, որ այսքան մարդ կա, այսքան չի հավաքագրում։ Ես էլ ասում եմ, ունեմ այդ համոզմունքը, որ թերսելի է, իրանք սենց չասեմ մնացածը։ Իրավասությունը չէ գումար հավաքագրել։ Միանշանակ դա ապօրինի հրահանգ է, որը որ տալիս է Տիգրան Ավինյանը, ուստեղ էլ գալիս ենք հովանավորչությանն ու անթողունակությանը։ Այսինքն չկա պետության մեջ մի կառույց, որ գասի Տիգրան Ավինյանին տղա ջան, դու ով ես, որ ապօրինի հրահանգներ ես մարդուն ասել տա։
հասկանում եք։ Դու ով ես որ մարդուն դրթեց որ ապօրինի գործունեության ինքը ծավալի։ Պարոն Անկյան, բայց գուցե պայմանագրում կետ են ավելացրել, որով որ ունեն նման լիազորություն։ Սենց ասեմ ձեզ, առ այս պահը ոչ մի վարորդում հետ խոսել եմ, չի ասել որ պայմանագրի կետ է փոփոխություն տեղի ունեցել։ Բայց օրինակ նախանցած տարի, երբ որ իմ ձեռքի տակ հայտնվել էր նման փաստաթուղթ, այնտեղ նշված է, որ օրինակ ապահովեն պատշաճ վճարում։ Ճիշտ է, չի նշվում, որ պարտադրեն վճարել, բայց այնուհանդերձ հետևեն, որ քաղաքացիները վճարում։ Իսկ իր գործառույթի մեջ պայմանագրի մեջ կա որ ավտոն քաշի անց կանգնացնի, ասի չեմ քշում ավտոբուսը։ Կա, չկա։ Մի հատ ուրիշ բան ասեմ, այս քաղաքային իշխանությունը լավ տղա էր խաղում, բայց իրենց լավ տղությունը պիտանելիության ժամկետով էր։ Այսինքն այս ժամկետից լրացավ իրենց լավ տղա լինելը, երբ որ վարորդները բան էին անում, բոյկոտ էին անում, իրանք եկել են լուրջ դեմքով ասում են, բա գիտես ոնց է, մենք լավ տղա ենք, մեր ընկերների մաման ու քուրը կանգառում մնում է, իրան վեսնող չի լինում։ Մի նույն վարորդին իրանք դրթում են, որ մի քշի թող մաման ու քուրիկը մնան դուսը։ Հիմա ուզում հասկանամ, այդ իրանք լավ տղության սռոկն ինչքան էր։ Հիմա ասեն, այս թվից այս ինչ թիվը լավ տղա ենք, այս ինչ թվից այս ինչ թվից չգիտեմ ինչ ենք։ Չեմ կարող հասկանամ իրաք։ Ուղիղ ինձ են ասել։ Ուղիղ ինձ են ասել, որտենց ոնց կլինի։ Հիմա իրանք իրենց հակասում են, մռմռում է իրանց մոտ, որովհետև հասկանում եք ուղիղ իրենց աշկը մտցնում, ասում ես, ընկեր, այստեղ թերացել, այստեղ թալան չի, այստեղ։ Տիգրան Ավինյանն ասում է 2031 թվականին ավտոբուս կլինի, Աջափնյակի մետրոն է։ Մի հատ է պետք է ասել Աջափնյակի մետրոյի արև 2031-ին բանը կլինի։ Ավտոբուսները կլինի։ Գժանոց այդ ավտոբուսները սրանք որ կան 5 տարվա մեջ մաշվել են շարքից դուրս գան։ Քաղաքում 130 հատ գազել կային։ Հայգերները որ թվին էր 2012 թե 13 թվականին չինացիներն էին տվել։ Վաղուց պիտի շահագործումից դուրս գային։ Հələ իրանք միջև 31 թիվը գային, որ եղած 500-ը լրացեն, մեծ 500-ը արդեն ջարդած կլինի։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Դուրս եկած որ բանը որ Հայկ Մարտիրոսյանի փոքր գազելները։ Չէ, որ երկացները բայց Տրոլեյբուսները։ Նայեք, տրոլեյբուսների հետ կապված իրանց տրոլեյբուսների հետ կապված եկեք արձանագրենք 8 տարի 8 միլիարդ դոլար պարտք եւ Երևանում խայտարակ այդ պատկերը 8 միլիարդ իրանք են վերցրել չասված ինչքան որ եկել է ու այդ պատկերն է իրանք ասում են յութոնգը ստեղ պետք է լիներ մոռացա հելնեմ նստում այդ տրոլեյբուսներն ասում յութոնգի մեջ եմ արեք Տրանսպորտել եք նստում։ Բա ինչ եմ անում, շատ հաճախակի նստում եմ ու փորձում հասկանալ ժողովուրդը ինչա մտածում, ես իրանցպես ներվայնանում եմ, հայոյում եմ մեկ-մեկ, բայց չասեմ ում։ Չի կարելի հայոյել, դուք հավաքանու անդամ եք։ Հա, դա կամաց եմ հայոյում, բայց չեմ կարողանում բանա, տես մեղմ եմ հայոյում։ Մանուկյան եւ եթե չեմ սխալվում այսօր նաեւ քննարկվելու Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով փոխելու հարցը դուք ինչ կարծիք Չեմ հիշում հետաձգվեց թե չէ, այս պարագայում իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է, ես ոչ հարցի հեղինակի հետ խնդիր ունեմ, ոչ թե տրամական Պապ Թագավորի հետ խնդիր ունեմ։ Պապ Թագավորի անունով լիքը փողոցներ կա, թող գնան անվանակոչեն։ Ամիրյանը իմ կարծիքով Երևանի, չգիտեմ, մեր պատմության կամ չգիտեմ, ինքի տեղն ունի, էլի հասկանում եք։ Հիմա փորձես փոխել, դա խնդիր է, էլի իմ կարծիքով։ Կարող է իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է այս պարագայում, հասկանում եք, որովհետև կարող եմ նաև Ամիրյանի բացասական կողմերից խոսալ, ասեմ, եղել է այս խնդիրները, բայց փաստն արձանագրում ենք, որ մեր մարդիկ սիրել են այդ անունը։ Առանց շատ-շատերին փողոց դուրս գանք հարցնենք Ամիրյանով, իրանք չեն իմանա որ թվականի ոնց է իրան պահը ինչ ա եղել, բայց փաստը մնում է փաստ, որ Ամիրյանը մեր, չգիտեմ, պատմության մշակույթ չասեմ, ինչ բառ ասեմ, որ ճիշտ լինի։ Մեր պատմության մի մասն է ինքը, էլի հասկանում եք։ Եվ թերևս միակ հարցը, որ համակարծիք եք դուք եւ Հանրապետություն խմբակցությունը Անի Խաչատյանը, որ Չէ, Անի Խաչատյանին ես չեմ կարա էլի ընդհանուր բանի ինքն էլ ասում է դա պետքա համընդհանուր կոնսենսուսի արդյունքում Ես իր կոնսենսուսի չեմ կարա գամ էլի, ոնց ես ասեմ, մատ իրան համաձայն չեք, որ Ամիրյանը անվանափոխվի։ Նայեք, ժողովուրդ, ոչ թե Ամիրյանը անվանակոչվելու, փոխվելու կամ մյուսի խնդիրն է, ես ասում Ամիրյանը թող մնա, այն էլ մատ ուրիշ տեղ թող դնեն։ Մնում էր ես Անի Խաչատրյանի հետ համակարծիք ունեմ մի հատ հարցի շուրջ, էլի։ Դե ավականունիստին ինչ քննարկվեց այդ եմ ասում։ Դե միգուցե տենց այդ ձեր ասածը բերում հարմարացնում մեկին վրա, բայց չէ, էլի խնդրում եմ, էլի, ուրիշ բան, էլի։ Մանուկյան մի հատ առանձին թեմա այսպես ասած կապված օնլայն տաքսիների հետ դուք եք զբաղվում այդ խնդիրներով եք հասել ինչ իրավիճակի Տեսեք, ինչ process գնաց եւ ուր հասանք մենք այս ամբողջի ընթացքում Yandex-ը կետերը ներկայացրել ինչ կետերով ինքը եկավ
կոմպրոմիսի, որպեսզի աջակցել վարորդներին, պետությանը խնդիրը հստակ դրվեց ինչ պիտի անեն, դրանից հետո վարորդներին ես ուղիղ ասել եմ, ժողովուրդ, իմ կարիքի հետ զգում եք, եկեք ես շարունակեմ ձեր process-ը, դուք պետք է լինեք, ես ձեր համար եմ գալիս։ Դրանից հետո վարորդների մի մասը օրինակ Գյումրիի ավտոերթին գնաց միացավ, մյուս մասը, չգիտեմ, Թորոսյան Արսենի հետ սկսեցին իրար հետ տենց շփվել, բան անել, իրանք չեն գալիս, իրանք երբ որ այդ խնդիրը նորից կձևակերպեն, ես նորից եմ ասում, ես հետո ոչ մի խնդիր չունեմ, ընդհանրապես չունեմ խնդիր։ Ունեն իրանք խնդիր, պատրաստ եմ, Yandex-ը կիսատ թողել է աշխատանքը, ես մտածում եմ, որ այո, պետք է հետևից գնաս ցանկացած հարցի շուրջ, ակնկալում եմ, որ նորից վարորդները կգան, տեսնում եմ, որ վարորդները նորից այս ընտրություններից հետո խաբելու են վարորդներից, նորից հետ գան ու նորից իրանց կողքը, ես իրանցից չեմ նեղանում երբեք, նորից իրանց հետ կգնամ այդ պայքարի։ Մեր երկրում չպիտի լինի մարդ, ում իրավունքները ոտնահարված է։ Եվ կառավարությունը համակ է ուղարկել ինչ-որ արձագանք։ Այո, եղել է, կանչել են վարորդներին իրանց մոտ, քննարկել են, իրանք ասացին, որ արդեն ոնց որ վարկ վերցնելու հնարավորությունից գրանցած աշխատողի խնդիրը իրանք կարողանում են լուծել, այն ՏՄՊՊ-ի գեղամը ոչ մի բան չարեց, անցավ Yandex-ի կողմը, փաստն եմ արձանագրում, այնտեղ իրանք ասին, որ առողջության այս համապարփակ, այս ապահովության ծառայություններից կօգտվեն վարորդները, բայց դա էլ եմ մտածում, որ գցել են, էլի, որովհետև չեմ լսել, որ իրանք դեռ լինեն։ Այսինքն խոստումները տվել են, իրանք փորձեցին սիրաշահել վարորդներին, տեսնենք արդյունքը կլինի թե չէ։ Իսկ տոկոսադրույք իջացնելու գործառույթը ուղիղ կարող է անել պետությունը։ Բայց չկա։ Չկա, իհարկե չկա։ Ես եմ շնորհակալ։ Ո՞նց ես։